Արտաքին քաղաքական մակարդակում ահաբեկչություն կամ հարձակում Ադրբեջանի վրա, այսինքն որպես ագրեսոր ներկայացում են հայկական կողմին, բայց այդտեղ իրենց քաղաքականության հիմքում դրված է նաև այն, որ տեղափոխվի հակամարտությունը դեպի մեր մոտ ներս։ Այսինքն Հայաստանի Հանրապետություն։ Այո, եւ այսպիսով ժողովուրդը կոպիտ ասած կես-կես բաժանված է այս խնդրի շուրջ եւ շատ սերմանվում են տրամադրությունները եւ օրինակ այս մոտակա ընտրությունները դառնում են արդեն դե օրինակ նույն հայտարարությունը իբր երագլուխ պատերազմի կուսակցություն եւ այլն դա շատ կոպիտ արտահայտություն է ոչ միայն կոպիտ այսինքն էլի որպես հայտարարություն այլ իր բովանդակությամբ եւ էմոցիոնալ դրդումով դա գրեթե քաղաքացիական պատերազմի հասնող հայտարարություն է այսինքն սերմանվում է խորը ազգամիջյան հակամարտություն որը լինելու է հենց այս հողի վրա եւ ցանկացած ազգամիջյան հայերի եւ ադրբեջանցիների նկատի ունեք Չէ, հայերի ու ադրբեջանցիների միջև պատերազմը տեղափոխվում է հայերի ու հայերի միջև պատերազմի։ Գուցե ոչ զենքով հույս ունենանք, բայց սարը պատերազմը ներքին արդեն տեղի է ունենում, հա, եւ ատելությունը երկրում հասնում է ինչ որ աննորմալ մակարդակի։ Եվ ընդհանրապես քաղաքացիական պատերազմը պարտված պատերազմից հետո շատ հաճախ է տեղի ունենում եւ հիմա այդ մեր հակառակորդների կողմից կա փորձ այդ պատերազմը հրահրելու, բայց ցավոք սրտի նաեւ իշխանության կողմից չկա փորձ դրա դեմ առնելու եւ հակառակ դրա վրա խաղալու եւ ինչ որ նախընտրական այդ կերպ աշխատացնելու այդ թեման ավելի փորձ է, այսինքն տրվում են սադրանքներին